խնդիր ունեք, ինչ պահանջ ունեք, ինչ են ձեզ հայտնել կառավարությունից։ Առայժմ բան չեն հայտնել, մեր ղեկավարությունից մտել են ներս, տեսնենք ինչ պատասխան կտան։ Սպասում ենք, տեսնենք ինչ կասեն։ Ինչ ակնկալիքներ ունեք, եթե ձեզ չընդառաջեն, ինչ եք պատրաստվում անել։ Այսինքն ինչ ընդառաջեն, ընդառաջելու են մեզ ընդառաջելն է, որ բացեն աշխատեն ժողովուրդը, կարողանան ընտանիք պահեն։ Հետո թե չէ ընդառաջելու ինչ կա։ Այստեղ եթե պետականացրել են, պետքա որ ինչ-որ մի ղեկավար նշանակեն, սկսեն աշխատել, մարդիկ աշխատեն։ Գործարանում եք աշխատում, որ ընկերությունում։ Պարոն Ծառուկյանի մոտ։ Որ է կոնկրետ։ Գինուղու կոմբինատը։ Եթե պետականացնեն, դուք պատրաստ եք գնալ ու աշխատել։ Դե արդեն պետականացրել են, հիմա ժողովրդի ձեռը ինչ-որ հնարավորություն կա, որ ասենք փոխեն։ Եթե լինի հնարավորություն, բոլորս էլ կմասնակցենք այդ հնարավորությունին օգնելու, բայց որ հնարավորություն չկա, արդեն օրենքով, կարգով ընդունել են որպես պետական օբյեկտ, էլ բան է, մենք ինչ կարանք անենք, որ մեզ պետքա, որ այդ մարդի գործերը լավ են, պարոն Ծառուկյանի գործերը շուտ վերջանա, կարգավորվի, վերադառնա իր ընտանիքին, որ այս հարցերն էլ կարգավորվի, մարդիկ էլ սկսեն աշխատել։ Ինչ պայմաններում էիք դուք աշխատում, գոհ էիք պայմաններից։ Իհարկե գոհ էինք, շատ գոհ էինք, ամեն ամիս իր ժամանակին աշխատավարձը ստանում էիր, հետաձգել չկար, բան չկար, տարվա ընթացքում, եթե արտաժամի եթե աշխատում էիր, կարիք էր լինում աշխատելու, ստանում էիր այդ արտաժամի աշխատավարձը։ Հենց որ Եկեք ինչ մեղադրանք է նրան առաջադրվել, փողերի լվացում, հարկերից խուսափում։ Դա արդեն մենք ցածր մարդ ենք, մեզ էդի չի հետաքրքրում ինչ հարցով է ինչա։ Էդի արդեն մենք այդտեղ մտնելու իրավունք չունենք։ Ոչ թե իրավունք չկա, կարիք չկա, էլի։ Ձեր աջակցությունը հայտում եք Գագիկ Ծառուկյանին։ Բայց որ չանցնենք ստեղ ինչ գործ ունենք։ Եկել ենք որ չէ։ Ինչպես եք գնահատում նրա գործունեությունը։ Շատ լավ, շատ լավ։ Ված չի եղել։ Ես արդեն 28 տարի աշխատում եմ նրա մոտ։ Քիչ տարիք չի, 28 տարի մի մարդի մոտ աշխատելը այդքան քիչ բան չի։ Երբևէ անձնապես առնչվել եք նրա հետ, որ խնդիրներ ունենայիք, դիմեիք։ Ինչի՞։ Երբևէ անձնապես Գագիկ Ծառուկյանի հետ առնչվել եք, ինչ որ խնդրի հետ կապված։ Չէ, միշտ հանդի ընդհակառակ ես ասում եմ 98 թվից անց հետ աշխատում եմ եւ որ եկել է տարածք ինչ որ հարցերով բան հարցրել է ինչա պետք, ինչի կարիք ունեք գործի վերաբերյալ ես որպես էլեկտրիկ եմ աշխատում իհարկե բավանց ինչա պետք գործ առաջ ընկնելու համար ամեն ինչ իր ժամանակին հասցնելու համար ոնց որ վատ անձնավորություն վատ ղեկավար չի եղել ինքը